եզրափակիչ ելույթի համար գլխավոր դատախազ խոսքը փոխանցում եմ ձեզ։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Հարգելի գործընկերներ, ես ընթացքում ինձ մոտ նշումներ էի անում այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք մենք հաջորդիվ հաղորդումների մեջ կներառենք եւ այն դիտարկումները, որոնք որ հնչեցին, ընդունվել են ի գիտություն։ Ուրախ եմ, որ նկատելի է, որ մենք հաղորդման ձևաչափը փոխել ենք եւ ավելի հասկանալի ենք փորձել լինել եւ որևէ հարակից եւ մեր կարծիքով ոչ կարևոր տեղեկատվություն չենք ներառել հաղորդման մեջ, որպեսզի այդ 180 էջի վրա կարողանանք հնարավորինս շատ վերլուծական տեղեկատվություն ներկայացնել։ Ընդունվեց նաև ի գիտություն, որ այդ վերլուծական տեղեկատվությունը երևի մի քանի պարբերությունով էլ պետք է ամփոփել, որ ավելի տեսանելի լինի, դա եւս կանենք։ Ես մի քանի դիտարկումներ կցանկանայի նշել, պարոն Վարդանյան, նախ լեզվի իմաստով, այո, այսօր իրավաբանությունը ունի լուրջ մարտահրավեր, այն անհասկանալի է։ Եվ մենք հենց այս նկատառումներով է, որ երևի ուշադրություն եք դարձրել, մեր հանրային կոմունիկացիան էլ է շատ մատչելի, մեր հաղորդումն էլ է գրված շատ մատչելի եւ մեր խոսքն էլ, իհարկե ոչ դատական նիստերի դահլիճում, որովհետեւ դա պրոֆեսիոնալ հարթական նիստերից հետո լրագրողների հետ շփումներում էլի փորձում ենք լինել մաքսիմալ մատչելի ու հասկանալի, որպեսզի մարդիկ հասկանան, թե մենք ինչ ենք իրականացնում դատարաններում, նաեւ շատ գովելի է, որ լրագրողները նիստերի մեծ մասին ներկա են լինում եւ ուղիղ եթերով են լուսաբանում, դա շատ հեշտացնում է հետագայում դատարանում տեղի ունեցածը պարզաբանելու համար, սա իհարկե շարունակական գործընթաց է, մենք մաքսիմալ պետք է վարակիչ դարձնենք այս աշխատելավոճը եւ մեր իրավաբան գործընկերների հետ համատեղ աշխատանքում պետք է հասնենք նրան, որ չլինենք անհասկանալի։ Բայց մարտահրավերը, որի հետ չեմ կարող չհամաձայնվել, դա ժամկետներն է եւ շատ հաճախ այդ ժամկետները ոչ միայն քաղաքացիներին, այլև հենց մեզ են նյարդայնացնում, որովհետեւ մենք էլ ենք ուզում ի վերջո հասկանալ դատարանի դիրքորոշումը կոնկրետ ապացույցների ծավալի հետ կապված, ապացողական բազայի հետ կապված եւ այս անդադ ձգձգվող նիստերը մեզ եւս հնարավորություն չեն տալիս իրավական որոշակիություն ապահովել։ Կարճ մի հատ աշխատանք ենք արել։ Այս տարի ես 15 ստորաբաժանում ինքս եմ ամփոփել, գրեթե բոլոր մարզերում եղել եմ եւ տեղում ոչ թե ինչ-որ ֆորմալ է շատ աշխատանքային ձևաչափով բոլոր իրավապահ կառույցների եւ օպերատիվ մարմինների հետ քննարկել եմ, թե ինչ հարցեր ունենք տեղում։ Իդեպ հաղորդման մեջ կա, եթե ձեզ հանքերը հետաքրքրում են, հանքարդյունաբերության ոլորտը կա, եթե հարկային ոլորտում մեր քննության առանձնահատկությունները հետաքրքրում են, դա եւս կա։ Ինչ եմ դրա արդյունքում պարզել։ Օրինակ, նույն Գեղարքունիքի մարզում ունենք նույն քանակի դատախազներ ու դատավորներ, չունենք փոխանցված վարույթների ահռելի քանակ, ունենք ավարտ վարույթների։ Եվ Լոռու մարզում գրեթե նույն քանակի դատախազներ, այդքան հարաբերակցությամբ դատավորներ եւ ունենք աշխատանքային հետ ընկած գրաֆիկ։ Ինձ հետաքրքրեց, թե ինչն է պատճառը, խնդրեցի հերթով բոլոր դատավորներով, երևի մի 60 էջանոց վերլուծություն եղավ, դա դեռ այսպես հում նյութ է չեմ կարող փոխանցել, բայց ինձ համար ինչներ ակնհայտ։ Գեղարքունիքում նիստերը նշանակվում էր միջինում 15-ից 18 օր միջակայքում, Լոռիում նշանակվում էր միջինում, սենց շատ եթե բանով ասեմ, 35 օր ժամկետում։ Նույն որակի կարելի ասել վարույթներ են, տեսեք Երևանի հետ չեմ համեմատում, երկու մարզ եմ համեմատում։ Ու սրա արդյունքում ես մի եզրահանգման եկա, որ նիստերը չեն կարող նշանակվել մեծ միջակայքերով, սա է խնդիրը, այս պահի դրությամբ, որը մեզ թույլ չի տալիս այս ժամկետները տեղից, այսպես ասած, շարժել։ Բայց դա ուրիշ մի չերևացող մարտահրավեր էլ կա։ Շատ հաճախ ես ասում եմ, դե նիստերը նշանակեք, նիստերը նշանակում են, նիստեր չեն անում։ Նիստերը գալիս ֆորմալ բացում, փակում են, կամ նիստերին կողմը չի ներկայանում, դատավորը հետաձգում է, շատ պարտաճանաչ նիստերը նշանակում է, ասենց օրացուցային ճշտապահությամբ, բովանդակային առումով 0 արդյունք։ Շատ հրապարակված գործերից մեկով ինքներդ կարող եք իմ ասածը հետևել։ Ուստի այստեղ եւ օրենսդիր մարմինը եւ կարծում եմ գործադիրը անելիքներ ունի այս ժամկետները իրատեսական ժամկետներ սահմանելու եւ այս ժամկետների միջակայքերը ապահովելու տեսանկյունից։ Մենք կհետևենք, կտեսնենք մեր 4-ամսյա եւ 10-ամսյա ժամկետները ոնց են աշխատում եւ մեր հաջորդ հաղորդման մեջ դրա մասին կգրենք։ Պարոն Վարդանյան, չեմ կարող չանդրադառնալ այդ վերաբերմունք համագործակցող անձանց նկատմամբ եւ վերաբերմունք քաղաքացիների դիմումներին։
Վերջին 1 տարվա ընթացքում բոլոր դիմումները, որի վրա գրված է գլխավոր դատախազին կամ իմ անուն ազգանունն նշված, մակագրվում է ուղիղ ինձ։ Չի գնում ոլորտային տեղակալներին եւ ես օրական մոտավորապես 70-ից 100 մենակ դիմում եմ կարդում, մակագրում եւ հսկողական քարտեր եմ սահմանում ու տեսնում եմ, որ շատ հաճախ այդ հարցերը հեշտ լուծելի հարցեր են, ուղղակի պետքա պատշաճ ժամանակ հատկացնել ու կարդալ։ Մենք, օրինակ, մեր աշխատանքի ձևաչափը այս վերջին 1 տարվա ընթացքում կարող եք նաև այսպես ոչ ֆորմալ քննարկումների արդյունքում ճշտել, դատախազները բոլոր այս դիմումներին հսկողական քարտերով հետևողական են, ընդունում են մարդկանց, լսում են մարդկանց, շատ հաճախ բացատրում են, եթե այլևս իրավապահ համակարգը անելիք չունի, բացատրում են, թե ինչ իրավիճակում են քաղաքացիները գտնվում եւ դա դեպքերի մեծամասնությունով, կարող եմ ասել, դեպքերի 80%-ով դադարեցնում են այդ անիմաստ փաստաթղթաշրջանառությունը, մարդիկ հասկանում են ինչա տեղի ունեցել։ Եվ այստեղ նաեւ վերաբերմունքը համագործակցող անձանց նկատմամբ։ Մենք ընդմիջման ժամանակ քննարկում ենք падգամավորներից մեկի հետ այդ նույն գործուն զղջալու ինստիտուտի կիրառման առանձնահատկությունների մասին։ Հիմա մենք ունենք դեպք 43 անց, մի քանի անգամ այդ օրինակը բերել եմ, բայց ինքը շատ մեծ բնորոշ դեպք է, 43 անց տվել է կաշառք վարորդական վկայական ստանալու համար։ Հիմա ոնց եք պատկերացնում, ես 46 հոգու, այսինքն 43 անձի, որոնք տվել են կաշառք, եւ պլյուս 3 անձ, որոնք հիմնական այս մեխանիզմի այսպես ասած ստեղծարարն են եղել եւ այդ կաշառքները ստացել են կամ միջնորդել են այդ կաշառքները, բոլորին միասին ուղարկում եմ դատարան։ Մեր միջին հաշվարկներով ինչքան կտևի վարույթը։ 50 տարի։ 50 տարի, որովհետև վստահաբար 50 տարի ես դες ժամանակագրությունն էլ կարող եմ տալ, որովհետև ես մեծ քանակի մեղադրյալներով վարույթներ գրեթե թույլ չեմ տալիս, եթե նկատել եք կոռուպցիոն գործերով գնան դատարան, ինչու որտեղ այդ վարույթները չեն ավարտվում։ Ամեն մեկի փաստաբանը մի օր նիստի չի գալիս։ Դրա համար մենք ինչ ենք անում, անձանց, որոնք համագործակցել են տվողներին, կաշառք տվողներին, անձանց, որոնք զղջացել են հիրավի, անձինք, որոնք օգնել են մեզ իրենց ունեցած տեղեկատվությունը փոխանցելով, գործուն զղջալու ինստիտուտն ենք կիրառում եւ այս մարդկանց հնարավորություն ենք տալիս մեկ անգամ սխալվելու։ Իհարկե դա մեկ անգամյա հնարավորություն է, գիտեք, օրենքն ասում է առաջին անգամ։ Եվ այս պարագայում մենք կարողանում ենք երկու խնդիր լուծել։ Առաջին հերթին նախ մարդկանց բացատրել ինչն է ճիշտ, ինչն է սխալ, եւ մարդիկ, որոնք հասկանում են երկրորդ անգամ վստահաբար այդ արարքը կամ քիչ հավանական այդ արարքը կկրկնեն, խնայում ենք արդարադատության ռեսուրսը, որովհետեւ կաշառք ստացողներին, որոնք ըստ էության 3-ով են գնում դատական նիստին եւ մենք ունենք արդեն գրեթե ամբողջ սխեման բացահայտված, դատարանին մեծ դժվարություն չի վերջնական դատական ակտի գալ։ Եվ մենք խնայում ենք արդարադատությունը, արդարադատության ռեսուրսը։ Ես կարծում եմ մենք այս պարզեցված վարույթները եւ այս համագործակցման վարույթները պետք է մաքսիմալ շատ կիրառենք եւ օրինակ անցյալ տարի հակակոռուպցիոն կոմիտեն մի քիչ սրտնեղել էր, որ այ մեր դատարան ուղարկած անձանց քանակը քիչ է, հա քիչ է։ Քիչ է, որովհետեւ բոլոր այն իրավիճակներում, երբ որ մենք կարողացել ենք գնալ պարզեցված վարույթներին, մենք այդ գործիքակազմը կիրառել ենք եւ շարունակելու ենք կիրառել։ Դրա համար ես կարծում եմ, որ սա լավազդակ է այս համագործակցային մոտեցումը խթանելու, բայց այստեղ վստահության գործոն կա եւ մենք կարծում ենք, որ սա էլի ժամանակ է պահանջելու, բայց մենք շատ հետեւողական դրա հետևից գնալու ենք, որ նախ մարդիկ ճանաչեն մեզ, կոնկրետ դատախազներին, եւ այդ ճանաչելու արդյունքում ունենան նաեւ վստահության այդ որոշակի քանակը, որը հնարավորություն կտա իրենց մեզ հետ համագործակցել եւ այդ համագործակցության արդյունքում խնայել համ արդարադատության ռեսուրսը, համ մեղավորներին կանչել պատասխանատվության։ Եվ այստեղ կարեւոր է նաեւ, պարոն Վարդանյան, մենք խոսեցինք առաջնահերթությունների սահմանման մասին, Երևանի քննարկումների ընթացքում հա մենք առաջնահերթությունները սահմանել ենք եւ կտեսնենք իհարկե ոնց են այս առաջնահերթությունները աշխատում, բայց անսահմանափակ ռեսուրս չկա, նախաքննական ռեսուրսն էլ է սահմանափակ եւ դա պետք է ուղղել կալորիականություն ունեցող գործերի քննությանը։ Այո, կալորիականություն ունեցող կախված եւ այդ հանրային բարիքի տեսանկյունից պարզ էներգիայի պահպանման կանոնով, հա, հարկատուների գումարները ծախսվում են քննության վրա, ուրեմն այդ քննության արդյունքում պետքա ավելի շատ գումար վերադառնա պետական բյուջե, որպեսզի ոչ միայն փակի այդ քննության ծախսերը, այլև նոր հանրային բարիք ստեղծի։ Օրինակ նույն պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մենք հստակ առաջնահերթություններ ունենք։ Դպրոցներ, մանկապարտեզներ, զբոսայգիներ, ընդհանուր օգտագործման տարածքներ, պատկերացնում եք, եթե այս առաջնահերթությունները չդնենք, հանրային իշխանության բոլոր ոլորտներում մենք կարող ենք ուսումնասիրություն իրականացնել, բայց ունենք 12 դատախազ։ Եվ այս տրամաբանությամբ մենք ամեն տարի նայելու ենք առաջնահերթությունները պետքա փոխել, թե այդ առաջնահերթություններով պետքա շարունակել։ Օրինակ հենց հիմա մենք այստեղ քննարկում ենք, բայց ես ունեմ տեղեկատվություն, որ մեր համայնքներից մեկում մի մանկապարտեզ, որը տարիներ շարունակ
չի օգտագործվել ըստ իր նպատակային նշանակության, հաշտության արդյունքում պիտի վերադառնա այդ նույն համայնքին։ Ու ես կարծում եմ դա է մեր աշխատանքի արդյունավետության գնահատականը։ Տիկին Մինասյանը ինձ 2 անգամ հորդորեց Սահմանադրական դատարանի որոշմանն անդրադառնալ, բայց Տիկին Մինասյան, մենք չենք մեկնաբանելու դատարանի որոշումը։ Ես 2 անգամ արդեն ասեցի, որ մենք կոնկրետ վարույթի շրջանակներում, հայցի շրջանակներ, մեզ համար ակնհայտ է, որ սևով սպիտակի վրա գրված է համապատասխանության մասին։ Այստեղ որևէ, չգիտեմ, ինչ իրավաբանական տերմինոլոգիա է կիրառվում ասելու, որ դա չի համապատասխանում, չէ, համապատասխանում է։ Եվ այստեղ խնդիրը իրավական կիրառման սահմանների հստակեցման մեջ է։ Իմ համեստ կարծիքով այստեղ օրենսդրական փոփոխություններ, ինչ որ հրատապ անհրաժեշտություն դեռ չունենք, որովհետև մենք պիտի հասկանանք դատական պրակտիկան, ոնց է նայում ես ինստիտուտի կիրառմանը ու շատ հաճախ հիմա այդ նույն քրեական ենթամշակույթի հետ կապված մենք շտապում ենք օրենքը փոխել, բայց ես հորդորել եմ մեր գործընկերներին մի փոքր սպասել, որովհետև դեռ մեր բարձր դատարանը չունի դիրքորոշում, ֆիզիկապես չի հասցրել այդ դիրքորոշումը արտահայտի։ Թույլ տանք բարձր դատարանը հստակեցնի սահմանները, նոր հասկանանք որտեղ ենք այդ օրենքը փոխելու, որովհետև շատ հաճախ օրենքի փոփոխությունը մեզ թույլ չի տալիս նորմալ այդ օրենքը կիրառել։ Ուստի ես առումով կխնդրեմ, եթե ի գիտություն կընդունեք, շատ չշտապել օրենքի հետ կապված փոփոխություններ անելու, հատկապես հարակից օրենսդրությունների մասով մենք ինքներս արդեն որոշակի փաթեթ ուղարկել ենք Արտադրության նախարարություն, խոսքը քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին է, որպեսզի իրավական կիրառման կանոնները ավելի հստակեցվեն։ Խափանման միջոցների հետ կապված ես շատ ափսոսում եմ, որ շատ ժամանակ չունենք, բայց Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ այս տարի ներառել էի հաղորդման մեջ, կխնդրեմ ժամանակ ունենալու դեպքում թերթել, որովհետև շատ կարճ քաղվածքներ են որոշումներից, այդ նույն խափանման միջոցների հետ կապված Վճռաբեկ դատարանը վերջերս էլի մեր բողոքի հիման վրա որոշում է տվել, որ շատ ուղենիշային է եւ հնարավորություն է տալիս կոնկրետ դեպքում հասկանալ խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը։ Սա ձեր հարցի վերաբերյալ, պարոն Վարդանյան, երբ որ ասում եք, թե այդ դատարանների մասով մեզ պետք է ի վերջո հասկանալի լինի, ինչի մի դեպքում սենց, մյուս դեպքում ոչ այդպես, այս տարի Վճռաբեկ դատարանը 24 թվականի Վճռաբեկ դատարանը այս առումով կարելի ասել համակարգային որոշում կայացրեց, որը մենք հաճախ ենք վկայակոչում։ Եվ բացահայտումների հետ կապված կարճ, գիտեմ, որ արդեն բոլորս հոգնել ենք, շատ երկար տևեց ու բուռն տևեց մեր այսօրվա քննարկումը, բայց դա նշանակում է, որ կա հետաքրքրություն, որը մենք շատ ենք կարևորում եւ քննադատությունն ենք շատ ուշադիր լսում եւ շնորհակալ ենք նաեւ այդ դրական գնահատականի համար, որը երբեմն հնչում է։ Բացահայտման ցուցանիշի մասով, պարոն Վարդանյան, այս տարի ես էլի մարզային այցելությունների ժամանակ մի խնդիր հասկացա, որ մենք բացահայտման ցուցանիշը տարբեր ձև ենք հասկանում։ Իրավապահ համակարգի համար դա մեղադրանքն է, շատ պայմանական եթե ասեմ, ինձ համար մեղադրական վերդիկտն է, անձամբ իմ համար, իսկ ինչ վերաբերում է օպերատիվ մարմինների համար, դա իրենց օպերատիվ տեղեկատվությունն է, որ այս ինչ հանցանքը կատարել է այս ինչ անձը։ Մենք բանավոր պայմանավորվածության եկանք, որ գոնե վերցնենք միջին մոտեցումը, որ մեղադրական փաստաթղթավորում լինի, օրինակ քրեական հետապնդում հարուցված լինի, նոր մենք համարենք, որ հանցանքը բացահայտված է, եւ ես մի անգամ ասեցի, հիմա նորից ուղղակի կկրկնեմ, որ այս բացահայտման գործակիցներն էլ դատախազությունն է մշակում եւ առաջիկայում կներկայացնի կառավարություն, թե էլի ինչ գործակիցներ ունեն, ինչ տեսակ հանցագործությունների բացահայտումները, որովհետև այդ նույն քանակի տեսանկյունից եւ մի քանի գրամ թմրամիջոցի բացահայտումն էլ է բացահայտում եւ մի քանի տոննա թմրամիջոցի բացահայտումն էլ է բացահայտում, դրա համար մենք կարծում ենք, որ այստեղ էլի պետք է առաջնահերթություններ սահմանել եւ խնայել օպերատիվ մարմինների ռեսուրսը։ Կփորձենք հիմա այդ քրեական հետապնդումներով կհասկանանք մի տարվա կտրվածքով ոնց է աշխատում, եթե արդարացրեց իրեն այդ տրամաբանությամբ կշարունակենք, բայց մեղադրական վերդիկտները արդեն կդնենք դատախազների արդյունավետության գնահատման հիմքում։ Չեմ ուզում շատ չարաշահեմ ինձ հատկացված ժամանակը, հատկապես ռեգլամենտ չունենք, բայց լիագումարին կարծում եմ ավելի շատ ու ավելի մանրամասն կքննարկենք, մնացած բոլոր հարցադրումները ընդունված են ի գիտություն, որով կարողացանք մինչև լիագումար գրավոր կուղարկենք պատասխանները։ Շնորհակալ եմ։